Այս պոչամբարը պետք է ռեկուլտիվացված ուներ 2024 թվականի մինչև վեր։ Բայց ինչպես տեսնում եք, ինքը ռեկուլտիվացված չի այս պահին։ Ամենախոշոր իր արտահոսքը եղել է 2023 թվականին, վերջ արձանագրված, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնված։ Բայց թե ուր է ասել քրեական վարույթը այս պահին հասկանալի չէ։ Մի քանի օր առաջ օրինակ ես տեսել եմ, որ էլի հեղուկ է լուծվում պոչամբարի մեջ։ Տեսնում եք գյուղը մեծայրում, ինքը նույնիսկ չի համարվում ազդակիր բնակավայր։ Գյուղը, որտեղ գտնվում է պոչամբարը, ինքը ազդակիր չի համարվում։ Իսկ գիտեք ինչու։ Ժամանակին, երբ որ փորձաքննություն էր իրականացվում, փորձաքննության մեջ միայն որպես ազդակիր ներառվել է Ճոճկան գյուղը, որովհետև փորձաքննություն իրականացնողները նշել են, որ Այրում գյուղը գտնվում է պոչամբարից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Դա խոսում է նրա մասին, որ մեր մոտ փորձաքննությունները ձևական են իրականացվում, որովհետև հավանաբար մասնագետը համակարգչի մոտ նստած, տեղակին ծանոթ չլինելով, Google-ում, Chrome-ում պոիսկ տվել, թե որտեղ է գտնվում Այրումը, եւ իրեն բերել է ինտերնետով Տավուշի մարզի Այրում քաղաքը, որը 6 կիլոմետր այստեղից հեռու է։ Եվ այդպես էլ գրել են, որ ինքը ազդակիր չի, քանի որ 6 կիլոմետր հեռու է գտնվում, եւ արդյունքում Մեծ Այրում գյուղը դարձել է ոչ ազդակիր, այսինքն նույնիսկ փոխհատուցում որպես ազդակիր բնակավայր ինքը չի ստանում սոցիալ-տնտեսական զարգացման նախագծեր իրականացնելու համար։ 4 տարի առաջ 2021 թվականին մենք դիմել ենք դատարան մեր ընտանիքին առողջական մեր ընտանիքի անդամներին առողջական վնաս պատճառելու եւ տնտեսական վնասը հատուցելու պահանջով։ Այս պոչամբարի ջրերը հոսում լցվում են Դեպետ գետը, որից էլ Դեպետ գետի ջրերով ոռոգում ենք մեր այգետարածությունները։ Ուրեմն չեխական Արմինկա կազմակերպությունը նմուշարումներ է կատարել մեզից, եղունգներից, մազերից, մեր ընտանիքի անդամների եւ 6 ընտանիքի նորից մեր գյուղից նմուշարումներ կատարել են եւ պարզել, որ ծանր մետաղների հատկապես արսենը, մկնդեղի, կադմիում եւ այլ ծանր մետաղների պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմաները։ Ուրեմն այդ մասով ենք հայցադիմումով դատարան դիմել եւ տնտեսական 1.3 հեկտար հողատարածք ունեմ Դեպետ գետի ափին է գտնվում, որը սիստեմատիկաբար այդ վարարումների ժամանակ ողողվում է Դեպետի ջրերով եւ այնտեղ այդ հանքերի այդ տիղմի պոչանքների նստվածք է նստել եւ որը բացաբար է արզվել իհարկե այնտեղ ընկած Դեղցենու այգու վրա եւ որոնք մի քանի տարվա ընթացքում ամբողջովին չորացել է։ Այդ մասով նորից դատարան ենք դիմել, դատը արդեն շարունակում է մի քանի տարի ցկցկվելով առաջին ատյանի դատարան, հետո գնացել է վերաքննիչ, հետո էլի հետ են ուղարկել, հիմա էլ փորձաքննության են ուղարկել, այնտեղից պատասխանը նորից եկել է, որ այդ ծախսերը պետք է հայցվոր կողմն անի, մեծ գումարներ են անհրաժեշտ։ Բայց ի վիճակի եք դուք այդ փորձաքննությունը։ Մենք իհարկե ի վիճակի չենք այդքան գումարներ մուծել, որպեսզի կան փորձաքննություն անեն։ Եվ մի բան է զավեշտ տալի, որ փորձաքննության կենտրոնից պատասխանել են իմ փաստաբանին, որ իրենք համապատասխան կադրեր չունեն, մասնագետներ չունեն, պետք է արտասահմանից հրավիրեն, որ կան այդ փորձաքննությունն իրականացնեն, այսինքն լրացուցիչ ծախսեր անհրաժեշտ։ Այդպես աբսուրդ վիճակ է։ Պիտանի չէ գյուղատնտեսության համար այդ տարածքը օգտագործել, բայց հարկերը մուծում են սիստեմատիկաբար, հողի հարկը վճարում են։ Դե պարտավոր ենք մուծել, չմուծես տուգանքները, տուժերը ավելանում են։ Գյուղացիների բողոքով, հետև այստեղ շատ մարդիկ կային, որ բողոքում էին պոչանքի դեմ, ոնց մարեց, ինչի հիմա այդ բողոքի ալիքը չկա։
Որովհետև ուշադրություն անհետևանք ամնում։ Ես էլ արդեն քանի տարի բողոքում եմ, ոչ մի արդյունքի, նույնիսկ իրավական, եթե դատական մարմինները չեն կարողանում պարզել, ձգձգում են, չգիտեմ, ում վրա հույս տնես։ Իսկ գյուղում տենց պարակտում կա, որ նրանք ովքեր աշխատում են հանքում, ասենք Իհարկե ճնշում միշտ էլ գործադրում են։ Եթե իմ բարեկամներից էլ են ինձ զգուշացրել, որ մի բողոքի, մի պահանջի, ախր մենք օրվա հաց ենք վաստակում, աշխատավարձ ենք ստանում, բայց մի տեղ ես անկախ եմ, այսինքն մեր ընտանիքից ես չենք աշխատում այդ հիմնարկում, դրա համար ազատ եմ։ Մեր եկամուտը ստանում ենք մենք գյուղատնտեսությունից, հող մշակելով, այգի մշակելով ենք ստանում եկամուտ, որ անմիջապես տուժում է այս արդյունահանող այս հանքարդյունաբերությունից է տուժում։ Իհարկե հող մշակողներն ավելի են քիչացել, ճիշտ է, հանքը երբ շահագործում են, մեծ խոստումներ էին տալիս, որ հարյուրավոր աշխատատեղեր կբացվեն, բացվել են իհարկե 100-200 ընտանիք երևի գյուղից աշխատում է այդ հանքերում, բայց 1000 մարդ էլ թողել է հողի մշակությունը, գյուղատնտեսությունը թողել է։ Բերքը մենք չենք կարող արտահանել, քանի որ դրսում ոչ մեկը նման բերք չի վերցնի ծանր մետաղներով աղտոտված, տեղական շուկայում էլի դեռ վաճառվում է։ Բայց մարդիկ զգուշավորություն են ցուցաբերում։ Ոչ մեկը չի ուզի, որ ինքը մեր, ասենք, թունավոր միրգը բանջարեղենից օգտվի։ Ուռուցքներով հիվանդությունները իհարկե շատ են մեր մարզում, բայց հատկապես այս Ալավերդու, այս մեր գյուղերի տարածքում ավելի շատ են։ Երևի ամեն երկրորդ, երրորդ մահը, որ տեղի ունենում, ուռուցքով հիվանդներ են։ Ես կապում եմ այդ ծանր մետաղների հետ, այդ հանքերի հետ, դրա հետ։ Վատ էկոլոգիայի հետ։ Վատ էկոլոգիայի շրջակա միջավայրի աղտոտման հետ է կապված, կարծում եմ։ Այդ պայթեցումների ձորի պոչամբարն է։ Ինքը ռեկուլտիվացված չի, այս պահին նաև որպես վթարային պոչամբար է շահագործվում։ Ժամանակին այն Սերոբ Տեր-Պողոսյանի ժամանակ, երբ որ դերինքն էր ֆաբրիկայի տնօրենը, պոչամբարը լցվել է։ Եվ որպեսզի ինքը նորից այդտեղ պոչանք լցնի, պոչամբարի ամբողջ պարունակությունը հանել են եւ լցրել են այստեղ ձորի մեջ, սա ամբողջը թափոն է։ Այսինքն պոչամբարից հանել են եւ լցրել են թափոնները ձորի մեջ։ Հիմա երբ որ նայում ենք, տեսնում եք ինքը ժանգի գույն է, դե մետաղ է, հա, ասենք ընդունել։ Յուրաքանչյուր անձրևներից հետո անձրևները գալիս են, դրենաժ է տեղի ունենում եւ այսպես սիրուն սա ամեն ինչ գնում է եւ թափվում է գետը։ Այսինքն սա անօրինական օբյեկտ է եւ այս օրինակը տեսեք, այսպիսի օրինակներ բազմաթիվ են Աղթալա Շամլուխ ճանապարհի եզրին Աղթալա գետակի ափին։ Այսինքն դա եղել է պրակտիկա, որպեսզի թափոնները բերեն ձորերում սենց կուտակեն այստեղից մինչև վերև, այս է եկեղեցու տակ, այդ նազիկի պոչամբար։ Այսինքն սա թափոնն է։ Ու տեսնում եք տակից այնթատ ջրերը դուրս են գցում դրենաժը ու գնում է լցում գետը, բայց այն Աղթալա գետակն է, տեսնում եք դեղին գույնի է։ Այն դեղին գույնը պատահական չէ, այտենում եք նրա շուրջ են բոլորը թափոններ են։ Գետի ափը ինքը թափոնա, ոչ թե ափա։ Այսինքն ժամանակին էլի պոչամբարից սենց հանել են, տարել ձորով սենց լցրել եւ այսպիսի իրավիճակը մինչեւ վերջ ձորում, մինչեւ Շամլուխ։ Տարբեր հատվածներում այսպիսի թափոններ են, որոնք յուրաքանչյուր անձրևից հետո լցվում են Աղթալա գետակը եւ սիրուն գնում լցում դեպ այդ գետը, դե չասենք, որ այս նազիկի պոչամբարը ինքը վերառեկուլտիվացման ենթակա է, որտեղ ձևական ֆորմալ ռեկուլտիվացիա է եւ բոլոր մասնագետները նշում են, որ ինքը ռեկուլտիվացման կարիք ունի, ինքը տեսնում եք դեղին հողերը բացվում են, այսինքն մի շատ բարակ հողի շերտվավրին լցվել, ինչ որ ծառեր են տնկվել, որը ռեկուլտիվացիա չի, այսպես ասած, հա։ Մի խոսքով էս իրավիճակն է ժողովուրդ։